Հա, լոխ լավա։ Եվ իսկապես, գրեթե 3 տասնամյակ լոխ լավ էր։ Արցախյան բարբառով այս արտահայտությունը նշանակում է ամեն ինչ լավ է։ Այն հնչել է ակնայի ազատագրման գործողության ընթացքում և տարիների ընթացքում դարձել այդ հաղթանակի խորհրդանիշներից մեկը։ Այսօր Արցախյան առաջին պատերազմի կարևորագույն գործողություններից մեկի ակնայի ազատագրման օրն է։ Արցախյան պատերազմի հենց սկզբից ակնան դարձել էր Ադրբեջանի կարևոր ռազմավարական հենակետը, որտեղից պարբերաբար ռմբակոծում էին Ստեփանակերտն ու հարակից բնակավայրերը։ Շուշիի ազատագրումից հետո Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջնային խնդիրներից մեկը դարձավ ակնայի ռազմական հենակետերի վնասազերծումը։ Հենց այդտեղից էին Ստեփանակերտն ու հարակից բնակավայրերը պարբերաբար հրետակոծվում։ Բացի այդ, քանի դեռ ակնայի հենակետերը չէին վնասազերծվել, պահպանվում էր Ասկերանի ուղղությամբ ադրբեջանական հարձակման վտանգը, որը հաջողության դեպքում կարող էր վտանգել նաև Ստեփանակերտի անվտանգությունը։ Ակնայի ազատագրման գործողությանը մասնակցում էին Արցախի պաշտպանական բոլոր շրջանների ուժերը։ Գործողության հրամանատարներն էին Մոնթե Մելքոնյանը, Մովսես Հակոբյանը և Վիտալի Բալասանյանը։ Գործողության առանցքային նպատակներից մեկը ուխտի մեջ կոչվող բարձունքի գրավումն էր, որտեղից հակառակորդը հրետակոծում էր Ստեփանակերտը։ Համառ մարտերից հետո հայկական ուժերը կարողացան շրջափակել ակնան և կտրել հակառակորդի մատակարարման հիմնական ուղիները։ Հերոսական պայքարի արդյունքում թշնամին կրեց ռազմական և բարոյական զգալի կորուստներ։ Իսկ ակնայի ռազմական հենակետի վնասազերծումից հետո կորցրեցին Արցախի արևելյան ուղղությամբ գործողությունները համակարգելու կարևոր հնարավորություններից մեկը։ 1993 թվականի հուլիսի 23-ին ակնան և հարակից գյուղերը անցան Արցախի պաշտպանության բանակի վերահսկողության տակ։ Այդ օրը դարձավ Արցախյան պատերազմի կարևորագույն էջերից մեկը։ Սակայն ակնայի պատմության հաջորդ մեծ շրջադարձը տեղի ունեցավ 2020 թվականին։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Աղդամի շրջանը հանձնվեց Ադրբեջանին։ Փաստաթղթով սահմանվում էր, որ շրջանը պետք է հանձնվեր մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը։ Այսինքն, ակնայի բնակիչներին մնացել էր ընդամենը 11 օր իրենց տները, տարիներով կառուցած կյանքը և հարազատ վայրերը լքելու համար։ Ակնան հայաթափվեց։ Հեռանալիս մարդիկ իրենց հետ տանում էին այն ամենը, ինչ հնարավոր էր՝ կենդանիները, կահույքը, ընտանեկան լուսանկարներն ու անձնական իրերը։ Շատերը չցանկանալով, որ իրենց կառուցած տները մնան թշնամուն, այրում կամ քանդում էին դրանք։ Քաղաքը, որի համար տարիներ շարունակ մղվել էր ծանր ու արյունալի պայքար, կրկին հայաթափվեց։ Ակնայից մարդիկ հեռացան հոգու խորքում պահելով նույն հույսը, որ մի օր կրկին լոխ լավ է լինելու։